Լանա։ Բարի լույս։ Բարի լույս, Հասմիկ ջան։ Որ խնդրեմ դասացուցակիդ մեջ գնայես, 7-ի բդասարանը քոնն է։ Ուղղակի ես էլ եմ այդտեղ դասի։ Ու եթե դու պլանավորված գործեր չունես, 3-րդ ժամը ես պարապեմ, 7-ը դու։ Մի րոպե։ Հա, կլինի։ Ինչ-որ բան են չի։ Ուղղակի ինձ թվաց, որ հեռախոսիդ մեջ ինձ ծանոթ մարդու նկար տեսա։ Չհասկացա։ Չէ, երևի նմանեցրել եմ։ Կներես էլի ինձ։ Ուղղակի ես հիմա շատ վատ վիճակի մեջ եմ։ Ու ինձ թվում է, որ այն մարդկանց ում տանել չեմ կարողանում, տեսնում եմ։ Լավ, արի գնանք, հա։ Զանգը 2 րոպեից կտա։ Ես ինչ-որ բանով քեզ կարող եմ օգնել։ Չէ, ինձ օգնել պետք չի։ Ես չեմ հավատում մարդկային օգնությանը։ Մենք բոլորս էլ այս կյանքում մենակ ենք։ Ուղղակի ինչ-որ պահի ինչ-որ մարդ է հայտնվում ու քեզ թվում է, որ քեզ կարա օգնի։ Բայց այդ տենց չի։ Հիասթափված ես խոսում։ Լանա, ես կյանքը շատ եմ սիրել։ Ես շատ կենսուրախ մարդ եմ եղել։ Ուղղակի ինձ այս վիճակին հասցրել են։ Տարիքիցդ կարող եմ ենթադրել, որ այս ամեն ինչը կապված է տղայի հետ։ Սիրահարված ես։ Հիմա էլ հերթը իմն է, Մագդա։ Իմ հետ ես ուզում կռվես, հա։ Ինչի՞ է բոլորի թվում, որ ես ուզում եմ ձեր հետ կռվեմ։ Ուղղակի ես զգում եմ, որ այս պատմության մասին բոլորը գիտեն, բացի ինձնից։ Ես երբեք չեմ խառնվել ձեր ընտանեկան հարցերին, ու չեմ էլ պատրաստվում խառնվեմ, Մագդա։ Ես ինչ գործ ունեմ քո աղբորդ հարաբերությունների հետ։ Ինչի ես քեզ ասել եմ խառնվի մեր ընտանեկան հարաբերություններին։ Ես քեզ ընդհանրապես ասում եմ, ինձ ճիշտ է ասա։ Գոնե դու ինձ խղճա։ Կլինի հանգստանաս։ Կլինի վստահես Արշակին։ Չտրամադրվես այդ մարդու դեմ։ Դու էիր ասում, չէ՞, որ Արշակը այն մարդն է, ում աշկերտ փակ հավատում ու վստահում ես։ Ինչը փոխվեց։ Նորո արդեն այնքան բան է փոխվել։ Ու եթե այս սուտը մի քիչ էլ ձգվի, ես չգիտեմ մեզ ուրա տանելու։ Չեղավ, Մագդա, սենց չեղավ։ Ես ուղղակի չեմ ուզում էլ Արշակի հետ շփվեմ։ Երբ որ տեսնում եմ ինքը հյուրասենյակում է, փախնում եմ, գնում եմ խոհանոցում եմ, տեսնում էլի փախնում եմ։ Հատուկ ես անում, որ այդ մարդը իրան ված գա, հա։ Չէ։ Հատուկ եմ անում, որ հարցեր չտամ ու սուտ պատասխաններ չստանամ։ Այս կյանքում ոչ մեկի սուտը ինձ այնքան չի կոտրել, ինչքան Արշակինը։ Գիտես, ինձ թվում էր Արշակը ինձ կյանքում չի խաբի, միշտ ճիշտը կասի։ Բայց հիմա իմ մտքով նենց վատ բաներ են անցնում։ Ինձ թվում է, եթե ես այդ ճիշտը իմանամ, վերջ ամեն ինչ օդ է թվալու։ Իսկ կլինի դու մի քիչ սթափ նայես այս հարցին։ Այդ մարդուն ժամանակ տաս, հա։ Ժամանակ դուր թող մտածի, վերլուծի, երբ որ ժամանակը կգա քեզ ամեն ինչ կասի։ Հավատա, այսքան ժամանակը իրան հերիք էր։ Ուղղակի ինքը չի ուզում ես իմանամ ու վերջ։ Ոչ թե սիրահարված եմ, այլ ինքնամոռաց սիրում եմ։ Ու այն մարդում սիրում եմ մի քանի օրից ամուսնանալու եմ մեկ ուրիշի հետ։ Ցավոտ է։ Ցավոտ չի, սպանողը ավելի շատ։ Ես ուղղակի գալիս եմ աշխատանքի, անջատված ապրում եմ, փորձում եմ ժամանակը սպանել, որովհետև էլ չեմ դիմանում։ Իսկ ձեր սերն ինչ-որ ժամանակ փոխադարձ եղել է։ Չէ, կներես, եթե շատ անձնական հարցեր եմ տալիս, կարող ես չպատասխանել։ Ուղղակի իմացի, որ եթե ուզենաս կիսվել, ես պատրաստ եմ քեզ լսել։ Չէ, նորմալ է, որ չուզեի չէի խոսի, բայց արի այս խոսակցությունը թողնենք դասերից հետո, որ ավելի հանգիստ խոսենք։ Ոնց կուզես։ Դե արի գնանք։
Մագդա, ես ամեն ինչ անում եմ, որ բոլորիս կյանքից այդ լարվածությունը դուրս անեմ։ Ամեն ինչ անում եմ, որ մենք հանգիստ ապրենք, իսկ դու նորերն ես ստեղծում։ Կլինի մեր մասին մտածես, մեր մասին։ Ես այսօր ուզում եի գայի Արշակի հետ խոսայի, որ հարսանիքի օր նշանակենք, բայց դու նոր խնդիրներ ես ստեղծում, հետո։ Բա որ դու իմ տեղը լինեիր, ինչ կանեիր։ Իմանայիր, որ ինչ-որ բան կա, որի մասին դու չգիտես։ Եթե ես հասկանայի, որ դիմացիս հարազատ մարդու համար դժվար է այդ մասին խոսելը, ժամանակ կտայի, որ ինքը մտածեր ու գար ասեր։ Բայց դու մարդ ես հիշել, Կարենի ասածներն ես հիշել ու Արշակի հետ կռվում ես, լավ չի։ Ամեն անգամ տես նոր բան հիշի, գնա խնդիրներ ստեղծի, Մագդա։ Նորո, Ինչ, Մագդա, ինչ։ Դու էլ լավ գիտես, որ այդ Կարենը ահավոր մարդ է, ամեն ինչի ընդունակ։ Իսկ դու Արշակի ասածները դրա ասածների հետ ես կապում։ Ու այդ նորմալ է, ասեմ, որ նորմալ չի։ Լավ չես անում։ ինչի քեզ ով է ասել, որ մենակ Կարենն է ինձ դրա մասին ասել։ Էլի մարդ կա, որ ինձ դրա մասին ասում է։ Չհասկացա։ Ում մասին է խոսքը։ Ու ինչ է ասել քեզ։ Ալո, Ալո։ Բարև տղա ջան։ Թամարն եմ։ Բաբկենի մայրը։ Համար էր թողել, որ զանգեմ։ հա իմացա, դուք երեք գիշեր պետք է ինձ զանգած լինեիք։ Չհարմարվեց։ Բայց ես ուզում եմ իրար օգնենք ու գտնենք Բաբկենին։ Այսինքն, ու ոնց։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ ինչի է ինքը ասել, որ այդ տունը ուզում է վաճառի ու Իրանն է այդ տունը։ Ես մեծ կին եմ։ Ես թորներից չեմ ուզում խառնեմ։ Արի միասին օգնենք իրար ու գտնենք Բաբկենին։ Ես կպարզեմ, թե ինքը որտեղ կարող է լինի, դու էլ ինձ օգնի, որ գտնենք։ Չեմ ուզում հավատամ, որ մայրը կարող է օգնել պարտքատերին գտնել իր որդուն։ Ես արդեն բացատրեցի, որ թորներ ունեմ ու տունն իրանցն է։ Ու չեմ ուզում, որ այդ տան վրա որևէ մեկը խաղադրույքներ անի։ Եթե համաձայն ես, արի հանդիպենք, խոսենք, որոշենք ու օգնենք իրար, գտնենք Բաբկենին։ Տատ։ Էդ ում ես ուզում գտնես։ Պապային։ Բայց ոնց կամ ում միջոցով։ Ես Լանային նկատի ունեի։ Խափում ես, Մագդա, Լանան տես բան չեր ասի։ Այսինքն Լանան տենց բան չեր ասի։ Նորո դու ինչ-որ բան գիտես, հարցիս պատասխանի։ Չէ, ես նկատի ունեի, որ Լանան հաստատ այդ Կարենի ստերը չէր շարունակի։ Իսկ ինձ չի թվում, որ դու այդ նկատի ունեիր։ Ես գալիս եմ այն կետին, որ այս սուտեց զզվելի կնոջ հետ է կապված։ Իսկ կլինի այդ կնոջը ասեին, տես վատ բաներ չարտահայտվես։ Իսկ կլինի այդ կնոջը դու չպաշտպանես։ Չէ, ես ոնց հասկանում եմ, շտապել եմ։ Չէ, իրոք շտապել եմ։ Ինչ հարսանիք նշանակելու մասին է խոսքը, ինչ օր նշանակելու մասին է խոսքը։ Մենք ոչ մի հարսանիքի օրեր չենք որոշի, մինչև դու չհանգստանաս, Մագդա։ Դու բոլորի մասին մտածում ես բացի մեզանից։ Դու չես հասկանում, որ ես կյանքում կան պահեր, որ պետք է կենտրոնանաս այդ հարցի վրա, մոռանալով ամեն խնդրի մասին։ Չէ, բայց դու ինչ ես անում, կողքի խնդիրների վրա ես կենտրոնանում։ Մենք ոչ մի հարսանիքի օր չենք նշանակի, մինչև դու հանգստանաս։ Նորո, Ինչ, Մագդա, ինչ։ դու չես հասկանում, որ ես հիմա ուղղակի վատ վիճակում եմ։ Ես շատ լավ էլ հասկանում եմ։ Դրա համար էլ ասում գնա տուն հանգստացի։ Ու մենք էլ չենք վերադառնալու այս թեմայի, մինչև ես վստահ չլինեմ, որ դու պատրաստ ես։ Բայց ես պատրաստ եմ։ Եթե ես քո հետ կիսվում եմ, չի նշանակում, որ ես դրան պատրաստ չեմ։ Գիտես, ստեղ հարցը կիսվելը չի։ Ստեղ հարցը քո աչ ու ձախ ընկնելն է, Մագդա։ Դու ամեն ինչի մասին մտածում ես բացի մեզանից։ Գնա տուն հանգստացի, հետո կխոսենք։
Հարցիս կպատասխանես, ում հետ էիր խոսում տատ։ Կարևոր չի։ Ոնց կարևոր չի։ Չգիտեմ ում հետ խոսում ես, ասում ես, որ օգնի պապայիս գտնեք, ու հիմա ասում ես կարևոր չի։ Տատի, քեզ թվում է ես չեմ հասկանում, որ քո հետ մի բան կատարվում է։ Դու ինչ-որ բան ես թաքցնում ու քո թաքցրածից դու էլ ես վախենում տատ։ Արի դու ինձ ասա ինչ ա եղել, ես քեզ օգնեմ ես հարցը լուծենք։ Չես ուզում նորոյին չենք ասի։ Դու ինձ ասա։ Մեծ կին եմ։ Ինչ ես կախվել խոսքերիցս։ Սիլվայի տղայի հետ էի խոսում էլիս։ Խնդրում եի, որ օգնի գտնենք Բաբկենին։ Բան ունեմ ասելու իրան։ Ուզում եմ տեսնել, ինչ կա դրանում զարմանալու։ Չէ։ Կներես տաճ ջան 1000 անգամ, բայց ես քեզ չեմ հավատում։ Ինձ լրիվ երեխու տեղ ես դրել։ Քո խոսալուց զգացվում էր, որ դու անծանոթ տղայի հետ ես խոսում, ոչ թե ընկերուհուդ տղայի։ Ես որ ձեզ այսքան հարց ու փորձ եմ անում, նեղվում եք, չէ՞։ Բայց որ ես չեմ պատասխանում, զարմանում ես Էլիս ջան։ Տատ։ Էլիս, դու ես իմ երեխան, ոչ թե ես քո։ Մի մոռացիր։ Խնդրեմ, միանգամից հիմա կռիվ ես սարքում, որ էլ հարցեր չտամ, չէ՞։ Դե ասեցի, ինչի չես հավատում։ Ամոթ չի, մեծ կին եմ։ Խաբելը ո՞րն է։ Լավ տատի։ Համարենք, որ հավատացի։ Բայց մեկը, այստեղ մի բան են չի։ Ալը, Նոր ես քեզ սպասելու եմ։ Հիմա Արշակին էլ կասեմ, որ պետքա գաս հարսանիքի օրը որոշենք։ չէ Մագդա, Կասես ինչի ես վիճակս կրկնակի ծանրացնում, ինչի ես նենց հանում, որ ես ինձ ված զգամ։ Դու գիտես, որ իմ համար միշտ առաջին տեղում ես եղել ու մեր միությունը իմ համար շատ կարևոր է։ չէ, մի տեսակ տես չի ու էտ է ինձ ցավացնում։ Նորո, եթե չգաս, ես քեզանից կնեղանամ։ Մագդա թող այսօրն էլ անցնի հետո, լավ։ Չէ, Հիմա քո Արշակի հարաբերությունները լարված են։ Ավելի լավ է դուք իրար հետ խոսացեք, իրար հետ հասկացեք, նոր կորոշեք։ դու կլինի իմ ու քո հարցը ուրիշ խնդիրների հետ չկապես։ Էդ ես չեմ կապում, Մագդա։ Անկախ մեզանից էդ հենց տենց է։ Վերջ Նորո, ուրեմն ես Արշակի հետ քեզ եմ սպասելու։ Արշակ կլինի խոսենք։ Իսկ դու վստահ ես, որ պատրաստ ես խոսալ։ Կարող է գիշերվա պատմությունը նորից կրկնես, ասեմ քեզ, ես կարող է չդիմանամ։ Ես երեք իրոք ինձ շատ վատ եմ պահել, կներես։ Ես ամբողջ գիշեր չեմ քնել։ Իմ հավատը չէր գալի, որ դու կարացար իմ հետ այդ ձևով խոսաս։ Ինձ թվում էր, թե իմ դիմաց լրիվ ուրիշ մարդ է կանգնած։ Դե արդեն ասեցի կներես։ Ասեցիր ուղղակի ասելու համար, ոչ թե մեղավորությունդ ես ընդունում։ Բայց կարաս չասես, ես չեմ էլ սպասում։ Ես չեմ հասկանում, ինչի ես նորից ամեն ինչ այսքան բարդացնում։ Հալը մի բան էլ ես եմ բարդացնում, հա։ Հարշակ, դու ես բարդացնում։ Բա կարող է ես եմ բարդացնում։ Դու ես ինձնից ինչ-որ բան թաքցնում, ոչ թե ես քեզանից։ Ու ընդամենը կարելի է հասկանալ, որ ես այդ շատ դժվար եմ տանում։ Իմ համար դժվար է ամեն անգամ իմ զգացածը ներսում պահելը։ Ու ես էլ եմ մարդ։ Պահիտակ ես էլ եմ ուզում ինչ-որ ձև իմ զգացածը ցույց տալ։ Բայց ոչ այդ ձև, Մագդա։ Դու գիտես, որ ես պատրաստ եմ քեզ լսել։ Բայց չեմ հանդուրժի այն վիրավորանքը, որ իմ հասցեին դու տալիս ես։
Ես իրոք փոշմանում եմ իմ պահվածքի համար։ Արի ուղղակի երեկվա օրը մոռանանք կլինի։ Կլինի։ Ես հո քո նման չեմ, որ քեն քշեմ։ Մտնեմ սենյակ, տեսնեմ սենյակումս դուրս գամ։ Առավոտյան սուրճ պատրաստեմ, քեզ չառաջարկեմ։ Վայ լավ էլի Արշակ։ Այդ բնավորության գիծը ինձ հունից հանում է։ Բայց դե մի կերպ դիմանում եմ։ Արդեն ասեցի կներես, քանի անգամ ես քեզ լավ ասեմ։ Լավ, Հերիկա։ Դու ինձ են ասա։ Նորոն ինչի ներս չմտավ։ Տեսա, որ դրսում խոսում էիք։ Ես իմ ասեց նորից գալու է։ Ուզում ա գա, որ հարսանիքի օրը որոշենք։ Արդեն։ Ինչի դեմ ես։ Չէ, դեմ չեմ, այ գժուկ։ Ուղղակի դժվար է։ Սենց հիմա դու ինձ ջղայնացնում ես, բայց մեկը գալու է այն օրը, որ ես այդ օրերն էլ կարոտեմ։ Լավ, բայց նորեն երբ ասեմ, երբ տանը կլինես որ գա։ Երբ էլ ասես հարմար է։ Ես այսօր տանից էլ կաշխատեմ, մեկը օֆիսում գործ չկա։ Լավ։ Կարելի է, պարոն տնօրեն։ Վախ, սիրում ես։ Նստի։ Եկել եմ ասեմ, որ բաց թողում ունես։ Ես։ Դու Ու ինչ բաց թողման մասին է խոսքը։ դե առավոտ ինձ չես զանգել ու բարի լույս չես ասել, բա դա անելու բան է, տղա ջան։ Ոյ, չգիտեմ, ոնց պիտի սրա տակից դուրս գամ։ Դե դու պիտի մտածես, հա։ Այսքան է Երիկա։ Դե հա, արդեն ներելի է։ Եկել եմ, որ քեզ օգնեմ։ Թե խանգարես։ Խանգարեմ, այսինքն ես քեզ կարամ խանգարեմ, հա։ Կարող է այն աղջիկը պիտի գա գիրկդ ընկնի դրա համար եմ խանգարում այդ։ Դու դեռ հիշում ես այդ դեպքը։ Մոռանալու բան չի։ Չէ, Էլիս ջան։ Ուղղակի քո ներկայությունն ինձ ստիպում որ անդադ քեզ նայեմ։ Իսկ իմ գործերը կսպասեն։ Իդեպ, պատրաստվիր։ Ինչին։ Հեսա նորոյենց հարսանիքից հետո ես արդեն սկսելու եմ մտածել մեր մասին։ Այդ պենց բաները ասելուց առաջ նախազգուշացրա։ Ես արդեն ասեցի։ Բայց դու ոնց որ շատ ես, հա, շտապում։ Կամ էլ նորոյն տեսել ես, հավեսի ես ընկել։ Իսկ կարող եմ մտածես, որ ուղղակի շատ եմ քեզ սիրում ու ուզում եմ միասին լինենք։ Ահա, այդ էլ կար, մոռացել էի։ Ներվերես ես ուտում։ Ոնց ես նորոջ ջան։ Տատին ոնց է։ Ամեն ինչ լավ է։ Մերսի, որ հետաքրքրվում ես։ Ինձ թվում է Մագդան ասել է, չէ՞, ինչի համար եմ եկել։ Հա, ասել է։ Դե եկել եմ ասեմ, որ հանգիստ կարանք արդեն օրը որոշենք։ Մագդա ջան, մեզ հյութ կբերես։ Հա, հիմա։ Ինչ որ բան է, ինչի Արշակ։ Դու խոսացել ես տատի հետ։ Ընդհանուր հայտարար եկել եք։ Էդ, սրանք ստորագրած են, ուր պետք է դնենք։ Դիրեն տեղ որ ուղարկեմ։ Լավ։ Էդ, բայց նորոն այս ժամին աշխատանքի չպետք է լիներ։ Այս վերջերս էլ ուշ արթնանում քնից, ինչ որ բան է փոխվել։ Հա, փոխվել է։
Փոխվել է այն, որ նորոն այստեղ չի աշխատում։ Ինքը իր կամքով դուրս է եկել աշխատանքից։ Ոնց տեղ չի աշխատում։ Ինչի է։ Հաստատ լուրջ պատճառ կա։ Նորոն ինքնական աշխատանքից դուրս չէր գա։ Այն էլ այն դեպքում, երբ որ քո հետ է աշխատում։ Դե իրականում կա պատճառ, բայց այդ պատճառը այս պարագայում ընդհանրապես լուրջ չի։ Իսկ կարող է ասես այդ պատճառը ես էլ իմանամ։ Այն որ դուք առանձին եք ապրելու, այդ դեռ Մագդային ապրումներից լրիվ չի ազատում նորը։ Արշակ, ես տատիս հետ խոսացել եմ։ Տատիս հանունի մի երջանկության փորձում ամեն ինչ անում է, որ ինձ հասկանա։ Ու ավելին ասեմ։ Ինքն է ասել, որ հիմա գամ ու քո հետ խոսամ, որ հարսանիքի օրը որոշենք։ Ես չեմ ասում, որ տատիս կողմ չի, բայց հանուն իմ երջանկության ասեց, որ ամեն ինչ կանի, որ մոռանա։ Իրոք։ Ինչի պետք է խաբեմ։ Չէ, ուղղակի զարմացած եմ։ Տիկին Թամարին իմանալով սենց կտրուկ փոփոխություն ես չէի սպասում։ Դե, որովհետև տատիս լավ չես ճանաչում։ Եթե լավ ճանաչեր, այդ կարծիքին չէի լինի։ Հաստատ եմ ասում։ Տատիս մեծատառով կին է։ Տատիս բոլորի սխալները իր ուսերին է վերցրել։ Մեզ մեր ա եղել, ամեն ինչ արել է մեր համար։ Ու եթե տատիս չլիներ, մենք հաստատ մանկատանն էինք հայտնվելու։ Ու այդ ամեն ինչը հաստատ քո խղճին մնալու էր։ Բայց արի հիմա անցյալից չխոսենք, որովհետև ես ու դու իրար հասկացել ենք ու որոշել ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ մոռանանք անցյալը ու անցնենք առաջ, չէ՞։ Ես այդ ամեն ինչը հասկանում եմ, Նորո ջան։ Ուղղակի ես գիտեմ, որ տատից շատ կտրուկ է տրամադրված այս հարցին։ Հիմա էլ է կտրուկ Արշակ, բայց հանուն իմ երջանկության զիջման է գնում։ Ես մենակ ավելի ուրախ կլինեմ։ Հենց էլ ձեր հյութը, դուք ինչ-որ բան քննարկեցիք։ Քեզ էինք սպասում։ Ինձ թվում է ամեն ինչ պատրաստ է ու ձգելը անիմաստ է։ Դե իմ ուզած շորը 3 օրից նոր կլինի Երևանում, որովհետև այդ շորը նոր տեսականու մեջ է մտնում։ Եթե 3 օրից հարսի շորը ստեղ է լինելու, ուրեմն 3 օրից էլ կամուստանանք, հա։ Հիմա ինչ ես սենց խելոք համաձայնվեմ, հա։ Արշակ, եթե դու գտնում ես, որ շուտ է, կարանք ուրիշ օր որոշենք։ Ինչքան շուտ է, այնքան լավ։ Չէ, հարմար է։ Կարևորը ձեր սրտով լինի։ Հիմա ինչ, 3 օրից։ Մի րոպե, այսինքն այս օֆիսը Արշակինն է։ Ու դուք նորեն խաբել եք։ Մի ասա, էլի խաբել էլիս։ Նորոյի լավի համար են կարել։ Հա, բայց ճիշտը չասելով այդ, բա խաբելա, բա ինչ է։ Էլիս վատավոր կարողացավ Ալինայի բուժման հարցերը լուծել։ Վատավոր է երեխեն հիմա այնքան լավ է, որ մենակով թողում է գնա քաղաքից դուրս։ Վատ է էլիս։ Չէ, Էդ, վատ չի։ Բայց դու շատ լավ գիտեիր, որ նորոն Արշակից օգնություն չէր ընդունելու։ Ու իր օֆիսում չէր ուզենա աշխատել։ Ու իր մեջքի հետևում այս ամեն ինչը կազմակերպել ես։ Էլիս ես իմ արածի համար չեմ փոշմանում։ Եթե զգայի էլի է պետք, էլի կանեի։ Ես այդ ամենը արել եմ մենակ Ալինայի համար։ Ինձ այդ ժամանակ համինած թշնամանքն էր մեկ, համ էլ հետոն։ Մենակ Ալինայի համար եմ արել։ Դե լավ, ինչ եղել է, կարևորը չկվիճել։ Ահա։ Էդ, բայց ես գնամ չեմ ուզում տատիկին երկար ժամանակ մենակ թողնեմ։ Կզանգես։ Լավ։
Երկար դասամիջոցն է։ Կհասցնենք սուրճ խմել։ Տխուր ես։ Ոչինչ։ Ժամանակավոր է։ Գիտես, երբ ինչ-որ մեկին սիրում ես, հետո չի ստացվում, քեզ թվում է, որ կյանքդ ավարտվեց։ Քեզ թվում է, որ էլ չես կարողանալու, որ չես ուզում ապրես, չես կարողանում ժպտալ։ Քեզ թվում է, այդ մարդը եթե չկա, ուրեմն քո կյանքում իր հետ հավասար էլ ոչ մի բան չկա։ Բայց այդ տենց չի։ Որովհետև ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում։ Մի հատ պահ է գալիս, որ մեկ էլ զգում ես, որ ամբողջ օրը իր մասին չես մտածել։ Մեկ էլ հաջորդ պահն է գալիս, որ զգում ես, որ սկսել ես անկեղծ ծիծաղել։ Ու հասկանում ես, որ կյանքը այնքան էլ կանգ չէր առել։ Դու էիր կանգ առել։ Ամեն ինչ անցնում է։ Ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում։ Այնքան կուզեի հավատայի ես խոսքերիդ ու սպասեի այդ օրվան։ Բայց ես արդեն երկար ժամանակը ամեն օր քնում ու արթնանում եմ իրան սպասելով։ Ես իրան կյանքիցս շատ եմ սիրում։ Իրա համար պատրաստ եմ կյանքս էլ տալ։ Բայց ոտքից գլուխ մեկ եմ հիմա իրա համար։ Ու այդ ամեն ինչի մեղավորը այդ մակ Կներես։ Մուշեղյանն է։ Ինձ կանչում է։ Հա իհարկե։ Ինչքան լսեցիր հերիք էր։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ գնամ։ Վերջին դասս չարեցի երեխեքը միջոցառման փորձի էին։ Մենակ իմացի, որ այս կյանքում ամեն ինչ անցնում է։ Կանցնի։ Բայց Մագդայի համար։ Ինքը հաստատ նորոյին կորցնելու է։ Լավ, դե ես գնամ Արշակ, եթե ընթացքում հարցերը առաջանան, կապով կլինենք։ Ես ոնց հասկացա, դուք մեծ հարսանիք չեք ուզում անեք։ Չէ, Արշակ, ինչքան հնարավոր է քիչ հյուրերով։ Խնդրում եմ ամբողջ քաղաքը մեր գլխին չհավաքես։ Մագդա, Դե քո ընկերները շատ են, դրա համար նախորոք զգուշացնում եմ։ Արշակ, որ ճիշտն ասեմ, ես էլ փոքր հարսանիքի կողմնակից եմ։ բայց մենք մերոնցով գոնե կարանք, չէ՞ հավաքվենք։ Լավ, այս անգամ թող քո սրտով լինի։ Ուրեմն ռեստորանի հարցը ես եմ լուծում։ Չէ, այդ հարցին վրա Արշակ։ Լավ, արի սենց անենք։ Երկուսով կլուծենք ռեստորանի հարցը։ Լավ։ Դե ես գնացի։ Արի քեզ ճանապարհեմ։ Երեք օրից աղբորը հարսանիքն է։ Այս նոր հստակ որոշեցի։ Ունես որ պատրաստվի։ Բարև։ Չէիր սպասում, չէ՞։ Բարև։ Չէի սպասում։ Եկել եմ, որ բացատրես, թե ոնց եղավ, որ սենց միանգամից բոլորդ ինձանից երես թեքեցիք։ Կամ ընդհանրապես, ինչի եմ ես մեղավոր Էլիզի արած սխալների համար։ Ինչի քանդեցիր իմ ու Էլիզի ընկերությունը Էդո։ Ես շատ լավ գիտեմ, որ դու ես տրամադրել Էլիզին իմ դեմ։ Հասմիկ հավաքի քեզ մի հատ։ Ես քեզ ինչ էի արել։ Քեզ ինչ էի արել։
Ես ուղակի պայքարում էի իմ սիրած տղայի համար։ Պայքարում էի, որ իրան հետ բերեի։ Ինչի փչացրեցիր ամեն ինչ Էդո։ Հասմիկ, դու լավ հավեսով բոլորից իրար էիր խառնել։ Մենք քեզ ասում ենք, որ հերիքա, վերջ, պետք չի, նորոյն հանգիստ թող, չլսեցիր։ Ես հիմա իմ քո ու Էլիզի մասին եմ խոսում։ Իսկ ինչ վերաբերվում է նորոյին, հիմա էլ կասեմ։ Ինքը կամ իմն է լինելու, կամ ոչ մեկինը։ Մագդան թռվռալով իր հարսանիքին է պատրաստվում, բայց չգիտի, որ այդ օրը իրան երազանք է մնալու մեկը։ Չէ, հա։ Բայց ոչինչ, որ այդ մարդիկ 3 օրից ամուսնանում են, ու ոչ դու, ոչ էլ ուրիշ մեկը չի կարա իրանց բաժանի Հասմիկ։ Այսինքն 3 օրից։ Արդեն օր են, հա, որոշել։ Դա Հասմիկ ջան գնա էլի։ Լուրջ եմ ասում գնա, ես չեմ ուզում քեզ ոչ մի վատ բան ասեմ, գնա։ Տատի։ Տատի։ Հա բալես։ Կարա շնորհավոր ես։ 3 օրից թորը ամուսնանում է։ 3 Հա, լավ չի։ լավ է, շատ լավ է։ Շատ լավ է։ Գանձ տատիկ։ Ես ձեզ շատ կարևոր բան ունեմ ասելու։ Նորոյի գործի հետ կապված։ Բայց մինչև խոսելու ուզում եմ վստահ լինել, որ մեր խոսակցությունը գաղտնի կմնա։ Կարող է որոշել ես խոստովանես, որ այդ օրը միասին չեք եղել։ Իմ հարցը օդում մնաց։ Հա, ես որոշել եմ խոսել։ Բայց ես պետքա վստահ լինեմ, որ ոչ մեկը չի իմանա դրա մասին։